Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք։ Հուսով եմ, որ լավ եք, ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք։ Դե ինչ, ուրեմն երեք մենք գնացել էինք խանութ ու իհարկե ձեզ հրավիրել էինք մեզ հետ շոփինգի եւ արդեն կարելի ասել օրվա վերջեր, բացի դրանից ուրիշ պլաններ ունենք, որի մասին կիմանաք այս հոլովակից հետո, այսինքն դուրս կգա մի ուրիշ հոլովակ, այնտեղ դուք կիմանաք ամեն ինչ, ուր ենք գնացել, ավելի շուտ։ Եվ դրա իսկ պատճառով բերել ենք, կարելի ասել, սենց առևտուրը դրել ենք տանը, արագ սառը ապրանքները դասավորել ենք սառնարան եւ դուրս ենք եկել տնից, դրա իսկ պատճառով ես չեմ նկարել, ինչ եմ ես գնել, այնտեղ փոքրիկ փիսիկ ուզում ա տուն գա, մի հատ բացել թու արագ տուն գա, այլ գալիս ես, չես ուզում գաս, չես մրսում, ինձ թվաց տուն ա ուզում գա, բայց չեմ, հա, ինչպես տեսնում եք, մի քիչ ձևափոխություն եմ արել, կրեսլոները գնացել ա սեղանի տեղը, սեղանը եկել ա այստեղ, ժամանակավոր ա եկել սեղանը այստեղ, քանի որ մեր դիվանին մինչև դեկտեմբերի 7-ը նորմալով պետք ա առաքեն, չեմ հասկանում ինչի, խանութը Ֆրանսիայում ա գտնվում, դե ինչ են այդքան ուշ առաքում, ես էլ չեմ հասկանում, Maison du Monde-ից ենք առել մեր բազմոցը, Maison du Monde-ն էլ ֆրանսիական խանութ է, բայց դե ինչու է այդքան ուշանում, ես էլ չգիտեմ, ինչևից է, որ ասում տարապում ենք, դրա համար տեղափոխեցի այստեղ աթոռները, որ բոլորս միասին եթե ուզում ենք նստենք ճաշենք, սիրում ենք ինչ-որ մի բան դիտել եւ ճաշել, որ ճիշտն ասեմ, չնայած ասում են չի կարելի ճաշելու ընթացքում ոչինչ դիտել կամ խոսել կարելի է, լավ, օքեյ, երբ որ բերանը ծաում ես, այդ վաղ չէ, բայց ընդհանուր խոսել կարելի է։ Հա, ինչերից է տեղափոխել եմ այստեղ ժամանակավորապես, դե կրեստոնե գնացել է այնտեղ։ Այսօր մենք մի քիչ դեկորացիա ենք անելու, այստեղ մի քիչ դատարկել եմ, հավաքել եմ, որովհետև ուզում եմ մի քիչ զարդարեմ այս մասը, սարքեմ ավելի տոնական, կամինի հատվածն էլ հանել եմ սա, որովհետև ուրիշ ձևով եմ ուզում զարդարեմ այստեղ, դրա համար առայժմս այս վիճակում եք տեսնում, դե ինչ, հիմա ցույց տամ ինչ եմ ես գնել ու իհարկե հետո արդեն կանցնենք, ոնց ասում ա, զարդարանքին, գնացինք։ Դե ինչ ժողովուրդ, սկսում ենք, ասում ա ցուցադրությունը ինչ եմ գնել, շատ բան չեմ գնել, բայց իմ կարծիքով գեղեցիկ բաներ եմ գնել, այստեղ լրիվ խաղալիքներ եմ դրել, բայց դուք սրանք տեսել եք, ուզում եմ ուղղակի ամբողջը միտեղ հավաքել հիմա, այս երկուսը արդեն գնել էի, դուք տեսել էիք, սրանից մի հատ արդեն գնել էի, նույնպես տեսել էիք եւ երկրորդը գնեցի, քանի որ իմ կարծիքով շատ գեղեցիկ են սրանք, չգիտեմ, իմ կարծիքով գեղեցիկ են ու կարևորը ապակուցա։ Ահա, արդեն դարձավ այսպես 4 հատ, այսպես 2 հատ կարմիր գույնի եւ թափանցիկն է վերցրել, նույնպես ապակուցա, ճիշտ է, ապակին մի քիչ վտանգավոր է, ընկնում է, կոտրվում է, բայց ինձ թվում է ապակու տեսքն ու փայլը լրիվ ուրիշ է։ Քանի որ երեխաներն արդեն մեծ են, կարող եմ ինձ թույլ տալ, այնտեղ փիսիկներն են, բայց դե ոչինչ է, այնտեղ դաստիարակում ենք։ Այս սրանից հենց մի հատ էր մնացել ժողովուրդ, թե չէ հավատացեք մի գոնե հեչիպես մի 5 հատ կառնեի, որտեղ դուրս շատ է եկել, բայց վստահ եմ մեկ ուրիշ խանութից կգտնեմ։ Երևի թե մինչև տոնածառի զարդարելը կհասցնեմ էլի գնել, ավելացնել։ Ահա, էսի վերցրեցի, որ ցույց տվեցի ձեզ, այնտեղ ոնց որ իմ փիսիկ արդեն աշխատել է այս սրա ուղղությամբ, այս մի հատը փոկվել է, բայց դե ոչինչ, ընդհանուր նույնն է մնացել, այստեղ զնգզնգիկներով են, և իհարկե 3 հատ մոմ ունեմ, անպայման մոմը կդնեմ, սա յառնիկն է, վերջում կփոկենք, հա, այսպիսի գեղեցիկ բան եմ վերցրել սեղանի մեջտեղով, դարոշկա են ասում, երևի ինչ են ասում, ճանապարհ էլի հայերեն, շատ գեղեցիկ է, ինքը մեջկավինայի կտորից է ու վրան ծառեր են սպիտակ ձյունով պատված փայլում, շատ գեղեցիկ կնայվի, սպիտակ սփռոցի վրից, այսօր անելու ենք անպայման, սա էլ էսպես, Եվ վերցրեցի այս խաղալիքները, այսա բացեմ մոտիկից մի հատ ծանոթանանք, սրանք նման են, այս մյուսներն եմ դրել ստեղ, այս մյուսներին, որ գնել ենք էլի միասին, անցած անգամ, եթե կհիշեք, ով դիտել ավելի շուտ վլոգը, հաստատ կհիշի,
Հա, այս սրանք շատ գեղեցիկ են էլի, շատ են դուրս գալիս։ Այսպես, այս մեկ այդքան է դուրս չի գալի, բայց ոչինչ, էլի վատը չի։ Սրանք, այս ոչի մեջ հա էլի, բայց իհարկե կանաչ ու կարմիր։ Այսի փակեմ։ Всё, վերջ գնաց։ Ստա գրած է 50 կտոր է, 50 կտոր մեջը կա։ Բայց դե մանրներն է կան, ճիշտ ասեմ մանրները տեղ չեմ օգտագործում, չնայած տոնածառի վերևի հատվածում դնում եմ մանրներ, այդպես որ երևի թե օգտագործեմ։ Գնացինք։ Ցույց տամ ոչ վիլյուրիցը, այսպիսին է, փայլերով, բանտիկով, հուսով եմ ես երևում է։ Էսի մի քիչ նման է արդեն այս մյուս խարիկն ու շատ գեղեցիկ է իրականում, ասեք մոտեցնեմ ձեզ, նայք, գեղեցիկ է շատ, նույնի կանաչն է, էլի այսպես ձեզ ցույց տամ, գեղեցիկ է նայվում իրականում, կա սենց հասարակ, առանց ոչ մի բան, բայց դե ոչինչ, էլի վատ չի, սրանք պլաստմասա են, սրանք ապակուց չէ, ինչը որ նորմալ է, էսի տեսակ, էստեղ աստղիկներն է, աստղիկները սիրուն են իրականում, լավ թմբլիկ են ու վիլյուրից են, էլի գեղեցիկ կնայվեն, սա մեր աստղիկներն են, Այստեղ այս նույնի փոքրիկներն են, էլի շատ լավն են իրականում, ինձ սկզբից դուրս չէր գալի, բայց հիմա հասկանում եմ կամացից, որ ոնց որ թե դուրս գալիս է։ Մեկ վայրկյան բացեմ։ Ումա ինձ մկրատապետ է։ Կամ կոնե դանակ։ Այստեղ կատու քրվել աթորի չեմ կարում գնամ կամ ես ինչ-որ պակովկա եմ արել։ Յա։ Ասում է չէիր սիրում, մեզի չէիր ուզում, դե հիմա տանջվի, որ իմանես ինչ-որ։ Ասում է փոքր խաղալիք չեմ ուզում, չէիր ուզում, չես կացում։ Այս փայլունները սովորական ցույց չեմ տա, բայց այս մյուսները լավն են։ Ցույց չեմ տա ասելով չեմ ոնց որ բանանի։ Մեկ վայրկյան։ Իդեպ երեք Արմենն ու Սամոն հարց էին տալիս, ասում են մամա որ քեզ 1000 եվրո տան գնաց սա խալիքներ կառնես, զարդարանք նոր տարվա, ասում եմ այո, նային դեմքից աչքերի եւ հայացքի մեջ գրված էր մաման գժվել է։ Դե սիրում եմ ինչ անեմ, ժողովուրդ։ Նոր տարվա ամեն ինչը սիրում եմ, վիլյուրից են էլի, բայց առանց փայլերի լավն են, տաքուկ են, ոնց որ փափուկ ու տաքուկ են։ Լավ։ Նույնից այս մյուսի մեջ է։ Երկու հատ նույն փոքր կա։ Արդեն մոտավորապես հասկացաք։ Всё, այսել փակեցին դրեցին։ Որ ճիշտն ասեմ, հիմա կարծնեք ամեն տարի, որ սենց հավաքում ես, բա մնացած ինչ ես անում, սիրուն խալիքները միշտ պահում եմ, այն ինչ որ օրինակ այդքան էլ սրտովս չի, հիմնականում տանում էի մեր խանութ, այնտեղ տոնածառը մեր խանութի նոր տարվա զարդարանքը իմ վրա էր, ամեն ինչը դեկորացիա, եւ անցածալի նույնիսկ տնօրենին ստիպել էի նոր տոնածառ պատվիրել մեծ, ամեն տարի բնական եղևնի էինք դնում, բայց ես դուր չէր գալի ժողովուրդ, այդ բնական եղևնին ինչքան զարդարում եմ իմ կարծիքով։ Ճիշտ է, ինքը բնական է, բան չունեմ ասելու, բայց ոնց որ այդ զարդարանքը վրան այն ձև չերևա, ոնց որ արհեստական եղևնու վրա։ Դրա համար ստիպեցի, խնդրեցի, որ բան արի, արհեստական տոնածառ, ասես լավ, գնա պատվիրի, հետո գումարը կասես ինչքան է, ես կվճարեմ, Amazon-ից պատվիրեցի, կարծեմ 150 եվրո տվեցինք, եթե չեմ սխալվում, 2 մետր քանիս բոյով տոնածառ է։ Հա, ու մեր տնից էլ բավականին խաղալիքներ էի տանում եւ ամեն տարի երբ որ արդեն զարդարելու վախներ գալիս, նույնիսկ միջև էս տնօրենը, մեկ ուրիշ տնօրեն էր,
էլի միշտ ես եմ զարդարել կարելի ասել, խաղալիքներ ենք ստանում վաճառքի, շատ տոնածառի խաղալիքներ, գեղեցիկ փայլեր էս կողմենքում, ասում եմ, բայց տոնածառը մեր խաղալիքը տենց չունի, էլի ինչով զարդեմ, ասում եմ, ինչ որ պետք է, գնա բաժնից վերցրու, ես ուղղակի զարմանում եմ, թե ինձ ոնց չէին նախատում դրա համար, որտեղ եթե ես տնօրենը լինեի, միգուցե ասեի բավական է, որովհետև ոնց է փոքր երեխուն բաց ես թողում կոնֆետների ու խաղալիքների բաժին, այդ ձևի ես էի այս տոնածառի խաղալիքների բաժնում, աշխարհի լույսերը, խաղալիքները ու բավականին թանկ էր, գրում բերում էի լցնում էի տոնածառի վրա։ Մի խոսքով ու ամեն տարի նույնն էր։ Հիմա այս տարի, դե քանի որ մեր խանութը արդեն արաբներն են գնել, տոնածառը գոյություն ունի, բայց խաղալիք լույսերը վերացել է։ Չեմ կարծում, որ կդնեն տոնածառ, որովհետև ամեն դեպքում իրանց խանութը իրանց խանութն է, բայց մի հատ ես մի թեթև կարծնեմ տնօրենին, կարանք դնենք, թե չէ։ Եթե կարողացանք տնից այդ այն ինչ որ ես չեմ օգտագործում, կտանեմ, կզարդարեմ, եթե չէ։ Ասում եմ, մեր տնինը մեզ հերիք է։ Ժողովուրդ, էսի խաղալիքների հարցը լուծվեց։ Բավականին շատ է խաղալիքները, բայց էլի ունեմ, ներքևում էլ ունեմ կարմիր ու կանաչ, տեսա մի քիչ առաջ, որ իջել էի, տեսա, որ ունեմ, այնպես որ այլի կա, բայց երևի թե էլի ավելացնել պետք է այդ գույների մեջ։ Կամ կարող եմ մի քիչ սերի արծաթագույնի հետ խառնեմ, միգուցե ավելի սենց բացվի տոնածառը, որ շատ կանաչ ու կարմիր չլինի։ Իդեպ, հարցնում եք ինչով եմ տոնածառը սպիտակեցնելու։ Տոնածառը սպիտակեցնելը մեզ բոմ դե նեժ է կոչվում, այսինքն ձյան ոնց որ ձյուն է փչում ես։ Եկեք թափ եք տալի, եկեք բոլոր խանութներում կլինի տոնածառի դեկորացիայի մեկ վայրկյան նկատուն ուզմակա ոնց որ այս անգամ գալիս ես, այ շուշ, այ շուտ, ոյ, դե տուն արի յա, սուրտ է, դժվել է ես կատում։ Եկեք այստեղ մի հատ փոքրիկ փչակ տեսել, չնայած ես հիմա բոլորը տեսել եք, բայց դե երևում է, այո։ Տեսեք, այսենց փչում ես տոնածառի վրա եւ սպիտակ ձյան նման է, հետո կարակ ինքը նույնիսկ փչելուց հետո ուռում է մի քիչ, եթե նկատեք, ու հետո կարակ լվանակ, խնդիր չկա։ Վերջ։ Այսպես 3 հատ գնել եմ։ Չնայած հենց մտածում եմ սպիտակ, թե կանաչ թողեմ տոնածառը, ընթացքում կերևա, 3 հատ սրանից եմ գնել։ Այս տներից եմ գնել, բանից եմ, կերամիկա է ոնց որ, ապակի ամեն դեպքում, մեջը լույսեր է վառվում, այսպես, սիրուն է, չէ՞։ 2 հատ սենց մեծ, մի հատ փոքրիկ, սրանք կամինի վրա եմ դնելու։ Յո, չնայած կտրոնը պահել եմ։ Մուտքը էստեղից է։ Այսպես 3 հատ կդնենք հեսա կամինի վրա։ Կզարդարենք մեր կամինը այսպես տնակներով։ Սիրուն է, չէ՞։ Ինձ դուրա շատ կարի չգիտեմ։ Այսպես։ Եվ ժողովուրդ ջան։ Լավ չի աշխատում, լավ աշխատում, բայց պետք է նույն վերաբերվենք, որտեղ մի քիչ որ ես կոմ ես անում, ուզում է անջատվի։ Եվ գնել եմ կամինի վրա դնելու այս գեղեցկությունը, որ ման էի գալի, գտա սիրունը, ինձ թվում է ամենասիրունն եմ գնել, չգիտեմ, մեկ վայրկյան մանենք, մեր փոքրիկ կատուն մի քիչ աշխատել է դիզայնի վրա, այստեղ մի քիչ կրծոտել է, եկել է խելոք, հիմա էլ աթոռների ուղղությամբ թեքվել, մեր չգիտեմ, էսի որ դնեմ, հուսով եմ չի ուտելու ու չի կրծելու, ինչքան ես պետք է, ես քեզ կսատկացնեմ, նոշներըդ կպոկեմ, ասել եմ, չէ, լունավ չի, չի կարել, չի կարել, ուզած տուպը տամ քեզ, արի տուպի մեջ, արի լունը, իչի մտի տուպի մեջ, ահա, շա, խապեցինք, մծրեցինք տուպի մեջ, այսպես, հիմա որ զարդարենք, չգիտեմ գերևա, այստեղ ինչ-որ սենց բաներ կա երևի, որ եթե ուզում ես կախես կամ կապես,
Չնայած կապելու տեղ չունենք, պետք է ուղղակի դնենք։ Բայց լույսեր եմ ուզում վրան փաթաթեմ, որ ճիշտն ասեմ։ Բերել եմ լույսերը, ներքևից իջագրադովկա բերեցի տոնածառի լույսեր։ Տոնածառի չի, տոնածառի լույսը ուրիշ է։ Հիմա տեսնենք ինչ ենք անում, ժողովուրդ։ Հուսով եմ, որ ասում եմ մեր Լունան սրա վրա էլ այ դեպես ձներից փչած, ասեմ իմանալք։ Այնպես որ հանգիստ կարող եք փչել։ Ճիշտ է իմանայիք, բացում եմ մի քիչ ես կողմ են կողմա լինի, բայց դա նորմալ է, ոչինչ, հետո կպիրասոսենք։ Չի կարելի, դուստե չես գալու, ձերք չես գալու Լունա։ Նայես ուշացնում եմ ես քեզ նախորոք, նախապես։ Հենց մի քիչ բացենք տեսքը, սիրունացնենք, որ հետո կամինի վրա տեսնեմ ոնց եմ անում, չգիտեմ։ Դուք ոնց եք զարդարում, հələ մի հատ պատմեք։ Գրել էիք, որ այստեղ եք ապրում եւ սիրում եք, շատ գեղեցիկ եք միշտ զարդարել, բայց ինչ այստեղ եք ապրում, այդքան հավես չունեք, ման, բայց հավատացեք պետք է, դա էլ է ինչ որտեղ ոգեշնչում, ոգևորում, տրամադրություն բարձրացնում։ Մենք էլ ենք շատ դժվար օրեր ունեցել, ես, Արմենը եւ երեխաները ապրում էինք ընդամենը մի հատ փոքրիկ սենյակում, որտեղ միմիայն կրավատ էր կարելի ասել, սառնարան, սեղանաթոռ էինք մենք բերել դրել փոքրիկ, ոչ մի հարմարանք չկար, բայց ես մեծ տոնածառ էի դրել այդ փոքրիկ սենյակում ու երբ որ աստան սոցիալները որ գալիս են նայում են ինչը ոնց, մտան մեր սենյակ ապշած էին մնացել, որ ես այդպեսի գեղեցիկ այդ փոքրիկ անշուք տարածքը սարքել էի, այնպես որ ձեզ եմ խորհուրդ տալի միշտ նայած թե որտեղ եք գտնվում, լինի ֆոյե, լինի, չգիտեմ, տարբեր տեղեր եմ լինում։ Հնարավորինս դեպքում զարդարեք ձեր շուրջը, որ ձեզ ավելի լավ զգաք։ Նույնիսկ մի անգամ ֆոյե են տվել մեզ, երբ որ գնացինք էլի սոցիալի հետ խոսալու, աստան սոցիալի հետ խոսալու, սկսեց օրենքները բացատրել այդ ֆոյեի, որ այդտեղ Լունա, նո, չէ, գծեցը, որ չի կարելի զանավեսկաներ, վարագույրներ կախել, տնօրենն էր։ Տնօրենն ասում է մեր ֆոյեի օրենքները սենցա, Լունա, ֆոյեի օրենքները սենցա, ես էլ ասում եմ, հա, ասում է, զանավեսկա չի կարելի կախել, ես էլ այդ վաղտին կոնվոտ էի, համերը չի խոսում ֆրանսեր եմ, ասում եմ, ոյ աստվածի մեզ կատում մեզի հանգիստ չի տեսանով, չի կար, վախասն է, որ ինչ ողեցողը չի, հա, ասում եմ, ինչի չի կարելի, ասում է, դե, որովհետև կարա բաժար առաջացնի, այրվի, միգուց ես կոմեկոն, ասում, հա, բայց ամեն ինչից էլ կարա, չէ, բաժար լինի, ասում է, հա, ասում եմ, բայց դե, ուրեմն զանավեսկը կարելի է, չէ, ասում է, դե, օրենքով չի կարելի, ասում եմ, հա, բայց ույուտա չէ տալի զանավեսկը։ Այնքան ասից ես գեշ մարդը Նիկոլա էր անունը, Վովլանի ֆոյով ապրել ամեր թվերին, տնորեն անունը Նիկոլա էր կիմանակ։ Ասում է լավ, գնացեք կախեք, մեզի 1, 2, 3 սենյակ էին տրամադրել, այդ 3 սենյակն է պարզա վարագույրը կախվեց մի խոսքով։ Հա, ինչ եմ ուզում ասեմ, որ միշտ անկախ իրավիճակից, անկախ կարգավիճակից, միշտ փորձել եմ մեր շուրջը ջերմացնել ու ամեն ինչ ունեցնել, որ տան մթնոլորտ լինի, որովհետև դա շատ կարևոր է մեր ինքնազգացողության համար։ Հիմա սկսենք երևի կամինը զարդարենք, հետո նոր այս տելևիզորի շուրջը։ Հուսով եմ ես իմ կատուն այս կամինի, հա, չի ավիրի։ Ժողովուրդ, սենց փոքրիկ խալիչաներ ունեմ, սեն մորթի նման, անցած տարի տարբեր ձև զարդարում էի, կրեսլոների վրա էի սենց դնում, մի խոսքով, որտեղ ուզեք կարակ դնեք, չեմ հիշում հələ նայեք, Լունա խելոք ունա, ես քեզ ծեծելու եմ։ Սենց բերեցի թրեցի կամինի դեմը, կատուների աչքը լույսը, հա, հիմա ստեղ մաքրել էի սրբել էի, որ նորից զարդարեի, մոմերը մի քիչ ինձ թվում է թուլացել է լույսը, չգիտեմ։ Բայց հա, կդնեմ, թո ես լրիվ զայրատկան կնստի, նոր հետո թազա մոմ, թազա էլեմենտ երևի կդնեմ, որտև ամեն դեպքում հլը որ լույս տալիս է, այսպես, սենց դնենք, հլը, հիմա չավա եկավ մտա,
չունի, վատ չի։ Հա, Նիկոլ, հիմա նա ես տուփի համար իրար եք ուտելու։ Հիմա ես տուփի համար իրար եք ուտելու, հա? Հիմա փորձենք, այ, մորացել եք սան շոսոդա։ Okay, հա, սենց երեք կանենք, սենց երեք հա։ Ինչ եք կարծում, թե սենց հավալի ճիշտ։ Երևի լավ սենց կդնեմ, թող տարածված լինի։ Էսպես, ինչ մոտիկացնենք սա, այ սենց։ Միկի Մաուսի ակաժներ եղավ, հիմա սա իստեղից վերցնենք, սա առայժմս վերցնենք, հիմա փորձենք սա դնենք ու աղոթենք, որ մեր փոքր կատլի մտքով չանցնի սա իրանովանի։ Չնայած վստահ եմ, որ լավ տանջելյա մեզ ներկատում, արդեն նա ողջևորվեր։ Այստեղ ձեր հարմարացնել, բայց չգիտեմ ասել, այս չոր է, այս չոր, իա, չր ամաչում, լույսեր բայց պետք է փաթաթեին հավրեն, լավ մի հատ հլը տեսնեմ ոնց եմ անում, շատ չոր է ժողովուրդ, ավելի նուրդ կլինի, բայց չէ, ավելի Աղա ես հակարակ եմ, սենսա պետք։ Չէ, ճիշտ են գսել։ Էսի որոշելը լավ խաղա, նա չապերը բռնեմ։ Ինչ կա խելոք մնա։ Էսպես։ Հելե։ Գիտեմ, չէ որ եսի։ Հիմա ուզում եմ ես սրա։ Մերանք ես կարմիրի ժողովուրդ չեն ավրացրել, շատ վատ բան են արել, որտեղ բնում է, որ հանգարց թրավ, մեր կարմիրից կտավը չի մնա։ Okay, լավ, ես սենց ավրացրեցի, հետո կգան թող ավրացնեն անպայման, թե չէ իրան վնաս կտա։ Ման են կողմից դուրս եկավ։ Հա, տերություն։ Ինձ։ Սա թորը բերեք բրթեմ տեղը։ Սյա։ Չգիտեմ լսում եք թե չէ, բայց վերևը քրտ են անում։ Բայրենի վերևի հարևանները, տակի հարևաններն որ ճիշտ ասեմ։ Մենք իրանց մեջտեղի նորմալ ադեկվատ մարդիկ ենք, որ մեր տնից երբեք անշնորհ ձեներ չի գալի։ Հոգնել ենք արդեն սրանցից, որ ճիշտ ասեմ։ Բայց դե ինչևից է։ Հենց մի հատ հերվից դիտեմ։ Ոնց կոմ խոսում։ Վերև։ Անցորդեք կանգնեց։ Երևի պես լույսեր չանեմ, հա դրեն, ինչ եք կարծում։ Լավ, հետա այսա վերջում կերևա։ Պետք է լինենք սրանք, որ մանգաշտին անգծեց, վсё, կկոտրվի ու տերը չենք լինի, մենք դի հաստատ, դունան փոքր կատունա մեր։ Իսկ ես ուզում եմ մի քիչ երկար ծառայի, ես ամեն ինչը մեր տանը։ Ինչ եք կարծում, լույսեր պետք է, թե ոչ։ Իմ կարծիքով նույնիսկ պետք է։ Նիկո։ Շատ գեղեցիկ է։ Սրանք կարելի է թեքել սենց կամինի վրա։
կարելի է այս արանքում դնել, որպեսզի շատ չեմ ուզում չմիացնեմ։ Սա արժի էստեղ դնել, թե չարժի, ինչ եք կարծում։ Արժի չէ, գեղեցիկ է նայվում։ Ափսոս նույնիսկ չունեմ, նույնիսկ որ ունենայի այս կողմը կդնեի։ Այս մյուսն է, բայց այս մյուսը չգիտեմ։ Կամ լավ, կարելի է, միջավից էսի լարովի է։ Սենց շարժումներ անում։ Լավ, երևի կդնեմ, ոչինչ, թող տարբեր գույների լինի, որ սիմետրիկ լինի, որտեղ թե սիմետրիկ չի լինի։ Վերջ, երևի թե կամինից վերջացրեցի, ինչ է կարծում մի քիչ ավելի լավ չի, սա փրվի։ Երևի փրված, երևի 3 հատ թողեմ։ Չէ, 3 հատով սիրուն չի նայվում։ Սա այսպես, կամինը, էլավ, կողքերը չէ, ոչ մի բան չեմ դնի, լույսեր երևի չեմ անի։ Տամ, որպեսի դուք էլ պատկերացնեք ինչ ձևա։ Տնակները լավն են, սիրում եմ։ Իդեպ ուրիշ տնակել ունեմ, հեսա, այ հեսա, այս սրա մեջ մոմ ես դնում վարում, երկաթից է ինքը շատ որակով է, չգիտեմ որտից եմ առել, ու հիմա մեկ վարկյան, մագնիսով, դաժե մոմ կա մեջը, վարված պրծած է, սա մոմ կդնենք, էլի շատ գեղեցիկ լույս է վարում, սա կորոշեմ դեր որտեղ դնեմ, սա էլ էի բերել, էլի հին խաղալիքներից է, հեսա լույսերը, որ ճիշտն ասեմ, չգիտեմ, լույսերը ինչ կանենք, Լավ, կամինի հատվածը շատ գեղեցիկ է իմ կարծիքով, լույսերի կարիք չունի երևի թե, չեմ ուզում շատ լուսային անեմ, արդեն ինքը տակը մոմը կա, շատ վարվռուն պետք չի որ լինի, ինչ եք կարծում, ինձ թվում է այո, նայեք, ահա, սյո, ինքը գտավ իր տեղը, լունա, սաղ այդ սպիտակ բաները լծվավ հատակին, որ նայեք ուշադիր, ոչ լավ վերջում փոշեկուլով կանցնենք, ինքը այս ձևով եղավ, մի խոսքով, ինձ թվում է, որ վատ չի, մնում է մեր լունան չգա ու իր հարցերը չլուծի, սա այսպես, մնում է այս դեկորացիան, տեղափոխենք այս հատվածում, դնենք, այսպես տոնածառի ձմեր պապիկ ունեմ, մտածում եմ սա դնեի կամինի վրա, բայց չէ, երևի սա մեկ ուրիշ տեղ կդնեմ, սրանք այստեղ եմ դրել, թող այստեղ մնա, դրան դեմը, վերջ, անցնում ենք այս հատվածին, ժողովուրդ, երևի թե սա այստեղից կվերցնեմ, որտեղ նոր տարվա համար ինձ թվում է, որ չարժի սա ունենալ այստեղ դրած, ամեն դեպքում, այս հարմարանքը վերջում հրը կորոշեմ, որտեղ եմ ուզում դնեմ, այս մեջի հատվածում, իմ հականջակալները, մեջի հատվածում, չգիտեմ, մտքովս անցել է այսպես անեմ, մեջի հատվածում դրեմ սա, մեկ հատյան դուրնեմ, Զամը Լավ չկողան Սենց մեջտեղում կլինի էսի էլենի նվիրածն է նորից կդնենք էսպես էս էլ այլ ինչոյի նվիրածները եկեք լավ լույսերը վարենք հետո ընդհանուր որ տեսքը տեսնենք Այս ձև ենք անում, հել որ տեսնեմ, հետո կերևա, հետո ոնց կանեմ Այս տնակները քանի որ այլևս կամինի վրա չի, երևի ես վերև կացնեմ Իսենց Արանքում Արանքում երևի սրանք կդնենք
Էսիստեղ, ինչ եք կարծում, հաչի չէ, հաչի, և միգուցե հենց ես թողեմ, երևի ես տոնածառները սենց կդնեմ, սենց, ու ես էլ ես արանքը ստեղ կդնեմ, մոմն է որ վարեմ կատուները հանգարց մարդես չեն կպնի, որտեղ մեր կատուները անհանգիստ վտանգավորն են, կենթանիներ են, Ահնի, սունը արդեն վաչի չէ նայվում, հրնայեմ, շատ լավա, հիմա, ես կամինը պետք է ամրացնեն գիտես չան, որտեղ լունան սիրում է սրանցով խաղալ, լունումը արդեն սեղանի, ես սրանք ստեղ եմ թողում, արդեն նախապես դրել էի, ոնց տեսակ, հրեշտակը, Էլենի տված հրեշտակն է, դնենք, որ սիրուն լինի, այստեղ դնենք, այսենց։ Երևի ես էլ այս հատվածում դնեմ, հուսով եմ շատ չի լինի, բայց ված չի նայվում ոնց որ թե։ Սիրուն է, Սիրուն է։ Ինչ ես մտածում։ Ասա։ Չեմ մտածում։ Ինչ է սրտովը չի ասա։ Ես քիչ չի։ Վարում է։ Հնա, ուղղակի դրսի լույսն է անգել վրա, ինչ քեզ թվում է։ Դե հələ տեղափոխի տեղերով։ Հա, ճիշտ է, էլեմենտը նստում է երևի, այն մեկը միացրած եմ թողեմ երկու օր։ Ոչինչ, լավ փոքր էլեմենտ կառնենք, կդնենք։ Սրանց մեջ փոքր էլեմենտներ է։ Չէ, էլեմենտն է։ Դե սկզբից մի հատ էր, չէ, նվիրել։ Միացրած էի թողը երևի։ Օ, սրա մեջ լույս կա, մոռացել էի։ Տանից երկու հատ չէր։ Չէ, ուզեցել էր երկու հատ առներ, սա ոնց չէր թողացել էր մի հատ երիքա։ Չէ, մի հատ երիքա արդեն լավ է։ Այս վերևը սենց է լինում, ես մնում այս սեղանի եղածը դասավորեմ, սպրոցը գցեմ ու սեղանից էլ կվերջացնենք, իսկ կամինը դուրդ գալիս է, թե լույսեր փաթաթ եմ վրան, ինչ ես մտածում։ Դրսին բերել եմ ներքևից լույսեր, մտածում էի ես սրանց վրա լույսեր փաթաթ եմ։ Սիրվորանից մի քիչ եմ ես։ Քիչ չեմ կարողանա, որտեղ իրանք շատ են։ Լավ, երևի այն փուջուր լույսերից կփաթաթեմ հետո, այն որ էլեմենտով է, փուջուր մանր բաները, պրովոդի վրա։ Երևի թե տենց կանեմ, որ ենքա որ աննշան լույս, չէ՞ տա։ Դիզայները ոնց որ թե հավանել է։ Դե ասա դուրդ կգավ թե չէ։ Հələ մի հատ նայի դեմքից նորս։ Մոմեր պիտի դնեմ։ Էսի սեղանին սպրոցի վրա, որ լունան գա իրա բեղերը վառի։ Ահա, ժողովուրդ, սենց մի հատ լույսը անջատած ցույց տամ։ Իդեպ սրա մասին հաջորդ վլոգում կիմանաք։ Այդ խմիչքը որտից է հայտնվել մեր տանը։ Էսպես։ Գեղեցիկ։ Լիստակները։ Դե այս մասը ոչի բան չեմ արել, հələ սպասում ենք մեր դիվանին։ Ահա, այս մասը տեսել եք։ Ալոնան եկավ խալիները սենց դրեց, ասում է մամա սենց ավելի սիրուն, ասի դե որ ավելի սիրուն է, թո տենց էլ լինի։ Այստեղ փոքրիկ փիսիկն է, տեղավորվել արդեն սեղանի կողքը։ Նայեք, սեղանը, սպրոցը գցել եմ սպիտակ սպրոց, այս գնացս և մոմերը դրել եմ արդեն, հեսա կվարենք մոմերը գեղեցիկ։ Ընդհանուր այս տեսքն է ունենում մեր զալը, դե Արմենը կոֆե է աղում, որ կոֆե խմենք։
Ինքը կոֆենա դնում։ Արմեն Հովանիսյանը։ Մամանը կոֆե չի դնում, մամանը պրոստը ված, որ կոֆենա։ Բայց դու ես լսնում պարզերևաց։ Ստեղ էր մեր տորթը մնաց այսքան, Արմենը բողոքում արդեն։ Սա կսի ով, Արմենը չի բողոքում։ Նո, Արմենը բողոքում է։ Այս անգամ բողոքում է, ասում է տորթը պրծավ, ասում եմ հալա մի հատ էլ կթխեմ նորից նույնից արագ ալինում, իրոք համով էր, այսքանն է մնացես, այս դրել էինք տուփով փակել էինք, այսի որ երկրորդ օրն է։ Բարել ենք, որ ոչ մեկ չուտել, են էլ կերել են, չեք կերել են։ Սամոներն ու էլենները։ Չգիտեմ, Չէ։ Այս տուփը հետո կլվանամ ես հաջորդ տորթի համար։ Դե լցու ջուրը դու գիտես ինչքան լցնես։ Չգիտեմ ոնց է բացվում կրանքը։ Ինչ բան ես բայց դու։ Այդտեղով դու կոֆե դրիր։ Ես սպասում եմ։ Դե դու մոմերը վառի ուրեմն։ Ինչի։ Մոմերը վառի, որ արտնանաց։ Ջահերը դες ինչ ես անում։ Մենակ բայց չգիտեմ ոնց ես անելու, գիտես։ Ըստ էի։ No։ Ջերիկ։ Էդի այդպես չեմ կարել ես բան։ No, sense պիտի վառես, նայ։ Չէ, այդպես չեմ կարել։ Նայ, sense հա բանով փայտիկով պետք է վառես։ Ունենք փայտիկ։ Այն բանով ես ուզում են։ Էդի ինչ։ Այո։ Տեխնոլոգիա։ Молодец։ Սովորում եմ, молодец։ Հենց մի հատ պիստոլետը ցույց տուր, դաժե Լունան ազարմացածներ եմ ասում։ Ոխեցով տեսոր չէ։ Չէ, Էլ ինքը քեզ չի սիրում, վերջ։ Okay, լավ արի կոֆեն դնենք։ Քանի որ դու կրանտի ձևը չգիտես, լավ ես կբացեմ կրանտը։ Հաբա։ Всё։ Մեր ջազվան անտիկվարիատ ով չգիտի, ասեմ ունենք լիքը ջազվա, ուղղակի մեր պլիտայի վրա չի աշխատում։ Всё, մնում է տորթը կտրենք։ Հիշացրեցի, հա, երգը։ Всё։ Մեր կոֆեն պատրաստ արդեն։ Բեր, իսկին բեր։ Կոֆեն պատրաստ է, Արմենը արդեն հարցակվում է տորթի վրա, նոր ուզում էր բկլիկը ուտեր, ասում եմ սպասի կոֆե եմ դնում, վիդեո եմ անում, մի հատ թող այդ վերջի կտորը մնա նորն այդնեք, չեն դիմանում։ Համով է։ Շատ։ Չէ, իրոք համով տորթ է։ Սկզբից որ կերավ ասում էր ինչա պակասում, վիշնյա է մեջը պակասում, բայց հիմա ասում է առանց դրա էլ է համով։ Որ կարանաս գտնես վիշնյա, բայց չկա ստե վիշնյա։ Չկա վիշնյա։ Ռուսական խանութում կարա սառած լինի, սառուց, սյուժերը։ Թեկուզ։ Մյուս անգամ որ եթանք, որ հիշեմ, կառնեմ կսարքեմ։ Մյուս անգամ վիշնյավ կսարքեմ։ Տենց իրեներս դե լավ, ինչ ասեմ, հուսով եմ, որ մեր իմ դեկորացիան դուր եկավ։ Մի փոքրիկ է այս անգամ, ոնց որ կամած շատացնում ենք, տոնածառը հələ չենք դրել, տոնածառը երևի ամսի 6-ին նոր կդնենք, հələ մի հատ գրեք իմանամ դուք ինչ եք արել, ձեր տունը սկսել եք արդեն զարդարել, եթե հա, ով որ քաղաքից է, հələ գրեք իմանամ։ Մենք էլ գնանք մեր սուրճը խմենք ու տեսնենք հետո ինչ ենք անում։ Ձեզ ուղարկում եմ պաչիկ, կհանդիպենք։ Հաջող։